Արաբ խալիֆաները վասպուրականի և բարձր հայքի որոշ գավառներում իսլամադավան տարի հաստատմամբ և հայերի զանգվածային արտագաղթի հրահրմամբ մի այնպիսի վերք առաջացրին հայկական լեռնաշխարհի սրտում, որը դարեր շարունակ հնարավոր չեղավ ապաքինել։ Հայաստանում իսլամադավան ցեղերի ներկայությունն այստեղ օտար քաղաքական միավորների, այսպես կոչված ամիրայությունների գոյացման հիմք հանդիսացավ։ Նրանք զգալիորեն դժվարացրին հայկական կենտրոնաձիգ պետականության վերաստեղծումն ու ամրապնդումը, ինչպես Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում, այնպես էլ հաջորդ դարերում, ինչը կարող էր միջինասիական տափաստաններից դեպի Մերձավոր Արևելք ու Փոքր Ասիա արշավող թուրքական քոչվոր ցեղերի դեմ պատվար հանդիսանալ։ Այսպիսով առանց գիտակցելու արաբական խալիֆայությունն իր իսկ ձեռքով դարձավ սեփական գերեզմանափորը, քանզի մեծ հաշվով հենց Միջին ու Մերձավոր Արևելք ներխուժած քոչվոր ցեղերի հարվածների ներքո պատմության թատերաբեմից պետք է հեռանար արաբական խալիֆայությունն ու իր տեղը զիջեր քոչվոր թուրքական արշավանքների ուղիղ ժառանգորդին ու գլխավոր շահառուին՝ Օսմանյան կայսրությանը։